Արցախում պատերազմը 20 թվականին եւ հետո նաեւ ամբողջական հայաթափումը, էթնիկ զտումը մեծ հաշվով իհարկե պատերազմը որպես նախապատրաստական գործողություններ Ուկրաինայում պատերազմի, այսինքն սրա համար բազմաթիվ են եւ տնտեսական ցուցիչները, հա, ինչպես է այդ ժամանակահատվածում ռուսական գազ ներողություն Ռանոյլը որոշակի փաթեթներ գնում Շահդենիզում եւ այլը, ինչպես է ամբողջությամբ այս ժամանակահատվածում դրան նախորդած 3 տարիների ընթացքում բանակցվում Ադրբեջան, Ռուսաստան ռազմավարական եւ դաշնակցային այդ ամբողջ փաստաթուղթը եւ երբ այդ փաստաթուղթը ի վերջո կնքվեց եւ հասկանալի է որ Ռուսաստանը երկար պլանավորում էր նաեւ Ուկրաինայում պատերազմը, որքան էլ մենք անդադ հիմա շեշտում ենք հաճախ որ adekvat չէր, ռացիոնալ չէր եւ այլը, բայց բավական երկար պլանավորում է եղել։ Այդ պլանավորման մեջ բնականաբար հասկանում էին, որ լինելու են սանկցիաներ։ Հիմա այդ սանկցիաներից խուսափելու որևէ ճանապարհ հատկապես տարածաշրջանում պիտի ունենար, իսկ ով պիտի լիներ իր հիմնական դաշնակից Ադրբեջանը եւ Թուրքիան, որը պիտի լիներ դրա գինը։ Հասկանալի էր, որ Ռուսաստանը չէ, որ այդ գինը պիտի վճարեր, այդ գինը պիտի վճարվեր նաև իր պերիֆերիայի, որը Հայաստանը ինքը ընկալում էր որպես այդպիսին միջոցով, եւ Արցախը եղավ այդ գինը։ Այսինքն սրանք նաև այն հիմնական խոսույթներն են, շեշտադրումներն են, այո, որոնք պետք է նաև աշխարհին հասանելի դարձնել, որպեսզի զուտ լոկալ խնդիր չդիտարկեն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը։ Ադրբեջանը 30 տարի երկարաժամկետ է ինքը պլանները մշակում, այսինքն 30 տարի կարողացել է նաև օկուպանտի այդ պատկերը ստեղծել, հա, մի բան, որ ըստ էության մենք 30 տարի մեր դիվանագիտությունը մեծ հաշվով պարտվել է, ներկայացնելով Արցախյան կոնֆլիկտը որպես մարդու իրավունքների խնդիր։ Անձի սեփական հայրենիքում հազարամյակներով նախնիների բնակավայրում ապրելու իրավունքի տեսանկյունից եւ անվտանգ ապրելու տեսանկյունից այս առումով մեր դիվանագիտությունը իսկապես պարտվել է։ Իրենց դիվանագիտությունը կարողացել է ստեղծել այն նարատիվը, որ սա տարածքային խնդիր է եւ տարածքային ամբողջականության հարցը պիտի լինի առաջնային, չնայած ԵԱՀԿ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտում հստակ շեշտվում է, որ սրանք հավասարազոր իրավունքներ են, ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականության իրավունքը։ Եվ այս սկզբունքը ոչ միայն երկրորդ համաշխարհայինից հետո, այլ նաեւ Աֆրիկայի ընդհանրապես դեկոլոնիալիզացիայի այդ ամբողջ process-ի ընթացքում որպես իրավունք ձևավորվեց եւ կայացավ որպես իրավունք։ Այս առումով մենք այո պարտվել ենք, բայց մենք պարտվել ենք չհասկանալով ինչու, այսինքն եւ ռեֆլեքսիա ենք անում, թե ինչու ենք պարտվել, որովհետեւ մենք տարիներ շարունակ այդ նարատիվի ուղղությամբ չենք աշխատել, իսկ այդ նարատիվը ինչպես պիտի ձևավորվեր, երբ 2005 թվականին Գուրգեն Մարգարյանին ուղղակիորեն հենց ատելության, խտրականության, ռասայական խտրականության, էթնիկ խտրականության հիմքով սպանության, հա, կացնահարեց Սաֆարովը, սա այն լավագույն հիմքերից մեկն էր գնալ ուղղակի միջազգային դատարան եւ ստեղծել այդ նարատիվը, մի բան, որ մենք չարեցինք եւ դրանում մտցնել նաեւ Սումգայիթ, Բաքու, Մարաղայի ջարդեր, Նախիջևան եւ այլ, այսինքն հիմքեր մենք բավական շատ ունեինք։ Ես 2005 թվականին դեռևս լրագրող եմ եւ բազում են հոդվածները, երբ նայում եմ թե ինչ վերլուծություններ էին անում այն ժամանակ անգամ հանդիպում եղավ այն ժամանակվա ԱԳՆ-ի հետ, լրագրողների հետ եւ երբ պնդում էինք, որ սա լավագույն տարբերակն է օգտագործել միջազգային իրավունքը, օգտագործել միջազգային դատարանները այս խնդիրը բարձրացնելու համար, որտեղ հենց այդպես են այդ միջազգային հանրության շրջանակում ձևավորվում նարատիվ կոչվածները, ինչ էր հիմնական շեշտվում, ստատուս քվոն չենք խախտում։ Ստատուս քվոն այն էր, որ Ռուսաստանը այստեղ մեծ տեր ու տիրական է։ Մենք այս առումով սխալվել ենք։ Ալիևը հիմա շարունակաբար նոր նարատիվներ է կառուցում։ Հիմա դա կարող է ինքը կառուցել 5 տարում, 10 տարում, 20 տարում, չգիտենք, բայց սկսել է արդեն կառուցել 3 հիմնական նարատիվ՝ Արևմտյան Ադրբեջան կոչվածը, որը զավթողական ծրագիր է, դեմիլիտարիզացիա եւ դենացիֆիկացիա։
որոնց հիմքում դրված է Հայաստանը որպես ագրեսոր եւ հանցագործ պետություն։ Հիմա սրանց դեմ մենք էլ պիտի մեր նարատիվները կառուցենք։ Եվ սա է կարևոր, որ այս առումով նման համաժողովների հանդիպումները չափազանց կարևոր են։ Այսինքն մենք հիմա տարբեր կազմակերպություններով փորձում ենք գտնել ինչ-որ հնարավոր միջոցներ շատ ակտիվ այսպիսի համաժողովներին, բացի անհատական այդպես տարբեր էքսպերտային հանդիպում, որոնք էլի առկա են հարթակներ եւ այլն, բայց նաեւ հենց համաժողովներին հանդիպումներն են կարևոր, որովհետեւ շատ հաճախ իրենք բավական լուրջ միջոցներ ունեն, իրենք մեկնում են բոլոր հնարավոր համաժողովներին, իրենք ասում են այնինչ ասում են եւ եթե չկա հակադարձում, եթե չկա ոչ միայն այլ կարծիքի ներկայացում, այլ իրականում մեր կողմից ճշմարտության ներկայացում, այստեղ կարող է իսկապես ինչ-որ փուլում, կլինի 1 տարի, 10 տարի եւ այլն, ինչ-որ փուլում, այո, միջազգային հանրության շրջանակում դա կսկսվի որպես ճշմարտություն ընկալվել։ Այդ հեռահար պլանը, որ այստեղ պիտի ունենա բնակչություն, որի պաշտպանության համար հետո ջանքեր պիտի գործադրի, այդ թվում նաև ռազմական եւ այլը, եւ սա է նաև պլանի այդպես կարևոր բաղադրիչը, որի ուղղությամբ իրականում շատ ակտիվ աշխատում են, այսինքն այդ Արևմտյան Ադրբեջան կոչված համայնքը, որը պետական ֆինանսավորում ունի, բազմաթիվ հանդիպումներ է ունենում եւ այլը, այսինքն հենց այս ուղղությամբ են աշխատում։ Մեր պատասխանը սրան իրականում շատ հստակ է։ Այն օրը, երբ արցախցիները կկարողանան վերադառնալ Արցախ, այն օրը, երբ Բաքվի կենտրոնում ապրող հայերը կվերադառնան իրենց տներ, կստանան իրենց իրականում նաև հենց նյութական ամբողջ ունեցվածքը, այն օրը, երբ Սումգայիթի հայերը կվերադառնան, այսինքն մենք խոսում ենք մոտ 570,000 առնվազն 570,000 Ադրբեջանից Հայաստան տեղափոխված եւ կունենան անվտանգության եւ 120,000 արցախցիներ, այսինքն մոտավոր ընդհանուր 700-ից 800,000 անձանց վերադարձի մասին այն օրը, երբ կկարողանանք մենք վերադառնալ, խնդրեմ այդ օրը թող ձերոնք վերադառնան։ Չնայած այստեղ էլի նույնական չի եւ էլի տարբերությունը ահռելի է եւ սա շեշտվում է եւ սա ընդ որում վերջերս ԱԳՆ-ի հայտարարության մեջ եւս շեշտված էր, որ որևէ ադրբեջանցի Հայաստանից դեպորտ չի արվել, կարողացել են տուն վաճառել, կարողացել են բնակարանների փոխանակում անել եւ այլ, այսինքն ուղղակի մարդիկ որոշել են, որ այո, միջավայրը արդեն հարմար չէ, վերադառնում է, որովհետեւ տեսել են, թե ինչ է կատարվում Բաքվում եւ հասկացել են, որ դրա պատասխանը հասարակության հանրային մակարդակում կարող է տրվել, որովհետև եթե այնտեղ պետական մակարդակով էր այդ ամենը կազմակերպված, սա կարող է այստեղ լինել նաև ուղղակի ներհասարակական բախումներ եւ վերընկացել գնացել է։ Ընդ որում, սա պիտի ասենք, որ այնինչ իրենք շատ լավ հասկանում են, որ այստեղից ադրբեջանցիների գնալը բոլորովին նույնական չէ այն ինչ տեղի ունեցել Սումգայիթում, Բաքվում եւ վերջին 23 թվականին արդեն Արցախում իրենք այդ Արցախի դեպորտացիայի էթնիկ զտման ամբողջ process-ի ժամանակ, որ խոսենք արցախցիների հետ, պարբերաբար նաև բոլորը այդ հակարի կամրջով, կամրջի սարսափելի այդ ճանապարհն անցած մարդիկ հիմնականում դա են շեշտում, որ անդադ այդ սահմանը անցնելուց այդ սահմանը, չգիտեմ անգամ ինչ ասեմ, հա, որտեղ սահմանապահ չեն իրենք զինվորները, ասում էին ադրբեջանցի զինվորները, ասում էին, բայց ուր եք գնում, ձեզ ոչ մեկ չի պարտադրում գնալ։ Սա իրենք շատ լուրջ մտածված, այսինքն պլանը նաև այդտեղ է եղել եւ այսքան երկարաժամկետ նաև մտածված է եղել, որ ստեղծեն նաև հիմքեր, որ ցույց տան, որ մարդիկ իրենց կամքով են գնացել եւ նույն ԵԱՀԿ-ի համաժողովին լկտիության, ամբարտավանության եւ սանձարձակության մակարդակ այնտեղ հասավ, որ ոչ թե հասարակական կառույցի ներկայացուցիչը ադրբեջանցի, որտեղ այնտեղ պատվիրակությունները եւ հասարակական կառույցներից էին եւ պետական կառույցներից, այլ փոխդեսպանը ԵԱՀԿ-ում, Վիեննայում եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը շեշտեց, որ ինչ էթնիկ զտման մասին եք ընդհանրապես դուք խոսում, եթե
Հայաստանը պարզապես ուներ դեմոգրաֆիկ խնդիր, ժողովրդագրական խնդիր եւ ամեն ինչ արեց, որ Ղարաբաղցիները, իրենց բառերով եմ ասում, Ղարաբաղցիները չինտեգրվեն Ադրբեջանին եւ Հայաստան տարավ բոլոր Ղարաբաղցիներին։ Եվ այստեղ նաև ուզում եմ գալ մի քիչ նաև մեր ներհասարակական տիրույթ եւ տեսնենք, թե նաև այս նարատիվը մենք չհասկանալով ոնց ենք գեներացնում նաև մեր ներսում։ Եվ սա իսկապես շատ վտանգավոր է եւ շատ ցավալի, որտեղ մենք իսկապես չենք պատկերացնում այդ հիբրիդային պատերազմ կոչվածի կոմպոնենտներ ինչպես կարող են մեր ներսում նաև կիրառվել։ Շատ հենց վերջերս, մեկ շաբաթ առաջ ազգային ժողովում վարչապետը բրիֆինգ էր տալիս եւ լրագրողներից մեկը ցավոք որին չեմ ճանաչում, որտեվ հիմնականում լրագրողների մեծ մասին գիտեմ, որ մի մասը ուսանողս են կամ ուսանողս են եղել, մի մասը գոլեգա են եղել ժամանակին, բայց այդ լրագրողը ենթադրում եմ արցախցի էր եւ երբ արցախցիների խնդրի մասին եւ ընդ որում շատ օբյեկտիվ սոցիալական խնդիրների մասին էր բարձրաձայնում, ասաց այդ մարդկանց բերել եք այստեղ եւ անտեր եք թողել։ Սա ուղղակի ադրբեջանական նարատիվ է, որովհետև իրենք էլ են ասում Հայաստանն է այդ մարդկանց բերել։ Հա, այսինքն այստեղ շատ նուրբ սահման կա, կրկին նուրբ սահման կա իշխանության դեմ խոսելու եւ պետության դեմ աշխատելու։ Շատ նուրբ է այդ սահմանը, բայց պիտի հասկանան, գիտակցենք։ Եթե հիշենք նաեւ 2023 թվականի ցույցերի հիմնական նարատիվները եւ այստեղ էլի ես տեսնում եի եւ ռուսական եւ ադրբեջանական շատ լուրջ համակցված գործողություն, երբ կառավարության շենքի մոտ ցույց էր, ընդ որում շատ էմոցիոնալ, որովհետեւ մենք բոլորս էինք սարսափելի հոգեվիճակում, երբ հասկանում էինք, որ որևէ կերպ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողության մասով ներգրավել չենք կարող, բայց որն էր հիմնական պահանջը, հիշենք, կոչ արեք, ընդ որում պնդում էին, որ վարչապետը կոչ անի, կոչ արեք, որ արցախցիները դուրս գան եւ որ այստեղ դուք իրենց պատրաստ եք ընդունել։ Եվ սա ամենամեծ խնդիրն էր, որովհետեւ եթե եւ բարեբախտաբար չարվեց այդ կոչը, եթե այդ կոչը արվեր, մենք որևէ տեղ այլևս աշխարհում չէինք կարող պնդել, որ տեղի ունեցել դեպորտացիա, բռնի տեղահանում եւ տեղի ունեցել էթնիկ զտում, որովհետեւ կասեին դե գիտեք, դե դուք կոչ արեցիք եւ սա ավելի շատ ոչ թե դեպորտացիա էր, այլ էվակուացիա էր, հա, ասենք, չգիտեմ, ժողովրդին դուրս բերել, ավելի անվտանգ տարածք եւ այլ, որտեղ այստեղ էլի մեծ տարբերություն կա իրավական տեսանկյունից։ Երկրորդ հիմնական կոչը, որ այդ օրերին հնչում էր ընդդիմության կողմից, սա էր՝ պիտի ներգրավենք եւ օգնենք Արցախին պատերազմի process-ում։ Որն էր այդ ներգրավման հիմնական պլանը։ Մեր Սյունիքից խփելը, չէ՞։ Հասկանում ենք, չէ՞, որ դա նաև Ադրբեջանի եւ ռուսների պլանն էր, որ այո, մենք այնտեղից ներգրավենք, Ադրբեջանը ունենար շատ լեգիտիմ իրավունք, լիովին լեգիտիմ իրավունք հարձակվել Սյունիքի վրա եւ ինչ տեղի կունենար, հա, ռուսներ ուղակի կգային, Սյունիքը կփրկեին եւ ամբողջությամբ իր տարածաշրջանը կդառնար, այսինքն մենք մեծ հաշվով կկորցնենք Սյունիքը Արցախը կորցնելուն զուգահեռ, որտեղ արդեն իսկ այդ կորստի հիմքերը ստեղծվել էին։ Այս առումով շատ մտահոգվում եմ, որ ադրբեջանական այդ նարատիվները ուղղակիորեն գեներացվում են նաև մեր ներհասարակական ներսում, ընդ որում ես չեմ ասում, որ գործակալներ են, ծառայում են եւ այլն, շատ իսկապես կարող են չհասկանալ, իսկապես օբյեկտիվորեն կարող են չզգալ, նաեւ կարող են չիմանալ, օրինակ նույն Ադրբեջանում ինչ նարատիվներ են հիմնականում տարածվում, որովհետեւ ամենօրյա ռեժիմով որևէ մեկը չի, որ ադրբեջանական մամուլ է մոնիտորինգ անում, կարդում, ուսումնասիրում իրենց հիմնական նարատիվները։ Այս առումով շատ զգուշավոր պիտի լինենք։